Երբ որ երգում ենք, որ զորություն կա Տեր Հիսուս Քրիստոսի արյան մեջ, պետք է հասկանանք, որ այդ զորությունը միստիկ կերպով չի արտահայտվում։ Եվ ոչ էլ արտահայտվում է, այսպես ասած, մեր բարեկեցության առումով։ Ինչի նկատի ունեմ։ Մարդիկ կան, ովքեր որ պատկերացնում են, որ եթե Քրիստոսին հետևեմ, եթե ընդունեմ իրեն, ապա այսպես ասած Քրիստոսով հնարավորություն կունենամ կյանքիս մեջ բարգավաճելու կամ կյանքիս մեջ որևիցե խնդիր կամ հարցի առաջ չեմ կանգնելու եւ այլն ու մարդիկ Տեր Հիսուս Քրիստոսի մեջ կամ Տեր Հիսուս Քրիստոսի թափված արյան մեջ փնտրում են միստիկ բաներ կամ իրենց կյանքը, երկրային կյանքը բարելավելու միջոցներ եւ այդ տրամաբանությամբ են մոտենում Քրիստոսին։ Ասեմ, որ այդ շրջանակում որոշները կան, որ ընթացքում ինչ են լինում, հիասթափվում են։ Ինչի որովհետև Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որ հոգևոր կյանքը Քրիստոսին հետևելը դա մի իրավիճակ չէ, որ ամեն բան, այսպես ասած, հալած յուղի պես ընթանում է, մեր կյանքը լիարժեք է, որևիցե խնդիրներ, որևիցե հարցեր չունենք։ Չէ, սրա մասին չէ։ Տեր Հիսուս Քրիստոսի արյունը ունի զորություն մեր մեղքերը ներելու, մեզ ազատագրելու եւ փրկություն պարգևելու։ Սրա մեջ է, որ առանձնահատուկ է Տեր Հիսուս Քրիստոսի կատարած զոհը։ Սրանով ենք, որ մենք առիթ ունենք Տիրոջ առաջ կանգնելու, մեր աղոթքով, մեր փառաբանությամբ, խոսքը կարդալով, ինչու, որտեղ Տեր Հիսուս Քրիստոսի արյունը զորեղ էր, բավարար էր բոլոր մարդկանց փրկության համար։ Եթե կհիշեք անցած անգամ, երբ որ մենք խոսում էինք Երկրորդ Թեսաղոնիկեցիս նամակից, մենք խոսեցինք, որ մարդկության ողջ պատմությունը ում ձեռքերի մեջ է, Աստծո ձեռքերի մեջ է։ Եվ նա այդ ծրագրում ամեն բան ի սկզբանե, այսինքն, չգիտեմ, Ադամից մինչև վերջին օրեր, հազարամյակից հետո մինչև հավիտենականություն։ Ողջ մարդկության պատմությունը Տիրոջ ձեռքերի մեջ է։ Եվ այս պարագայում Պողոս առաքյալը շարունակելով միտքը ավելի է ինչ անում, փոքրացնում, նեղացնում հարցը եւ ուշադրությունն է ուզում, որ մենք սևեռենք նրան, որ Աստված է նաեւ մեր փրկության հեղինակը։ Եթե Աստված ողջ մարդկության պատմության հեղինակն է, ապա մեր փրկության հեղինակը նույնպես ով է? Աստված ինքն է։ Մի եղբայր ունենք Երևանում, այս վերջերս առիթ ունեի մի փոքր խոսելու եւ պատմեց իր կյանքից, ասեց, գիտես, Արտուր եղբայր ասեց, ժամանակին մինչև Տիրոջը մոտ գալը, Տիրոջը ճանաչելը, միշտ կարծել եմ, որ առաքելական եկեղեցուց դուրս բոլոր եկեղեցիները աղանդավոր են եւ միշտ այսպես ասած փորձել եմ այնպես անել, որ պայքարելու նույնիսկ մարդկանց ինչ անեմ, հետ բերեմ, որ հանկարծ այսպես ասած չխառնվեն, չշեղվեն եւ այլն։ Ու ասում է այդ պայքարի մեջ ուղղակի Աստված ինչ արեց, այցելեց, ողորմեց, փրկեց եւ հիմա ոչ միայն եկեղեցու մեջ եմ, այլ անձամբ ես ինքս ինչ եմ անում, ծառայում եմ եւ ուրիշներին եմ կանչում դեպի Քրիստոսը, դեպի փրկությունը։ Սա միայն կարող էր անել Աստված, որովհետեւ մարդկային սիրտը ինչ է, հպարտ է, ըմբոստ է եւ երբեք Աստծուն չի փնտրում։ Նոր մի փոքր առաջ կարդում ենք Հռոմեացիս նամակից, Հռոմեացիս 3-րդ գլուխ 10-ից 12 համարներն եմ ուզում ընթերցել, որպես մեր քարոզի նախաբան, տեսեք ինչ է գրված։ Ինչ է ասում Պողոս առաքյալը, Հռոմեացիս 3, 10-ից 12։ Ինչպես որ գրված է, չկա արդար եւ ոչ մեկը, ուշադրություն դարձրեք, չկա որևիցե արդար, որևիցե մեկը չկա, ստեղ չկան բացառություններ։ Չկա այս տրամաբանության, որ դե գուցե Աստված այս մեկին չի տեսել, կամ գուցե մարդկության պատմության ընթացքում կհայտնվի որևիցե մեկ արդար։ Ինչ է ասում։ Չկա որևիցե մեկը, չկա որևիցե մի արդար։ Ուշադրություն դարձրեք 11 համարը։ Ողջամիտ մեկը չկա, չկա մեկը, ով Աստծուն փնտրի։ Մարդը իր վիճակով միշտ Աստծուն ինչ է, դեմ է, ըմբոստ է։
Երբեք մարդը չի փնտրում Աստծուն, Աստծո ցանկությունն, Աստծո կամքը։ Դրա համար 12 համարում ինչ ասեց, բոլորը խոտորվել են, միասին անպետք դարձել։ Բարություն անող չկա, մեկն անգամ չկա։ Դե հիմա դուք կարող եք ասել, ախր ոնց։ Մեր շրջապատում էլ բարի մարդիկ կան, ինչ որ բարի գործեր կան, անողներ եւ այլն եւ այլն։ Երբ որ մենք համեմատում ենք աստվածային չափանիշներով, ցանկացած այդ բարի գործի մեջ միշտ մարդու եսն է, այլ դրդապատճառներն են։ Երբ որ Աստված նայում է իր արդարության եւ սրբության շրջանակում, մարդկության բոլոր բարի նույնիսկ գործերը չար են, ինչի, որովհետեւ իրանց անձն են փնտրում, իրենց փառքն են փնտրում, այլ ոչ թե այդ ամեն ինչով Տիրոջինն են։ Դրա համար երկրորդ Թեսաղոնիկեցիս երկրորդ գլուխ 13-ից 17 համարներում Պողոս Արաքյալն ինչ է հիշեցնում հավատացյալներին, որ նրանց փրկությունը սկսել է ոչ թե իրենցից, այլ ումից Աստծուց։ Եկեք ոտքի կանգնենք եւ միասին ընթերցենք երկրորդ Թեսաղոնիկեցիս երկրորդ գլուխ 13-ից 17 համարները։ Բ Թեսաղոնիկեցիս երկրորդ գլուխ 13-ից 17։ Իսկ մենք ամեն ժամ պարտավոր ենք Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, Տիրոջից սիրված եղբայրներ, որովհետև Աստված փրկության համար սկզբից ձեզ ընտրեց հոգու սրբացմամբ ու ճշմարտության հավատով, որի համար կանչեց ձեզ մեր ավետարանով մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառքը ստանալու համար։ Արդ եղբայրներ, հաստատուն մնացեք եւ պինդ պահեք այն ավանդությունները, որ սովորել եք, թե խոսքով, թե մեր նամակով։ Եվ ինքը մեր Տեր Հիսուս Քրիստոսը եւ մեր Տեր Աստվածն ու Հայրը, որ մեզ սիրեց ու հավիտենական մխիթարություն ու բարի հույս տվեց մեզ շնորհով, թող նա մխիթարի ձեր սրտերը եւ հաստատի ձեզ ամեն բարի գործի ու խոսքի մեջ։ Ամեն։ Աղոթենք։ Մեր երկնավոր Հայր, իրապես ողջ փառքն ու գոհությունը ուզում ենք ուղղել քեզ, Տեր, որովհետև մենք արժանի չենք, բայց դու քո ողորմությամբ, քո շնորհքով այցելություն արեցիր եւ քո որդու թափված արյամբ մեզ գնեցիր, մեզ փրկեցիր եւ գալիք դատաստանից ազատեցիր, Տեր։ Ողջ փառքը ուղղում ենք քեզ եւ ուզում ենք եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել, Տեր, ու փառավորել քո սուրբ անունը, որ ողորմեցիր, սրբեցիր, մաքրեցիր եւ քեզ զավակ դարձրեցիր, որ կարող ենք գալ քո առաջ մեր աղոթներով եւ քեզ որպես Հայր դիմել, քեզ մեր ցանկություններով, մեր խնդիրներով, մեր հարցերով, ամեն ինչով հանդերձ գալ քո առաջ ու քո ողորմությունն ակնկալել, Տեր։ Խոսիր մեզ քո խոսքի միջոցով եւ դու փառավորվիր։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Նստեք խնդրեմ։ Նայեք, քանի որ Աստված է մեր փրկության հեղինակը, մենք պետք է ինչ անենք, պետք է հաստատուն մնանք նրա ճշմարտության մեջ մինչև այն օրը, երբ կմտնենք Քրիստոսի փառքի մեջ։ Քանի որ Տերն է մեզ փրկել, Տերն էլ մեզ պատվիրում է, որ մենք հաստատուն մնանք այն ճշմարտության մեջ, որը որ մեզ փոխանցել է, մինչև որ կգա այն պահը, որ Քրիստոսի փառքի մեջ ենք մտնելու։ Այն երանելի պահ, որին որ սպասում է ամեն մի հավատացյալ մեկը, այնը որ ճշմարտապես Տեր Հիսուս Քրիստոսին ճանաչում է։ Ու այսօր այս հատվածում տեսնելու ենք Աստծո 3 մեծ գործերը, որոնց միջոցով նա առաջնորդում է իր ժողովրդին փրկության սկզբից մինչև գալիք փառքը։ Ուրեմն առաջինը, Աստված ընտրեց մեզ փրկության համար։ Ընտրությունը շատ կարևոր է։ Ինչի եմ ես ասում կարևոր է, որովհետև մարդիկ կան, եկեղեցիներ կան, ովքեր որ ընտրության վարդապետության մասին վախենում են խոսել։ Վախենում են, ուշադրություն չեն դարձում եւ ինչ են անում, փորձում են շրջանցել։ Փորձում են Աստծուց փառքը վերցնեն եւ վերագրեն իրենց։ Այնինչ ուշադրություն դարձեք 13 համարը եւս մեկ անգամ կարդանք ինչ է ասում։ Իսկ մենք ամեն ժամանակ ուշադրություն դարձրա, պարտավոր ենք Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, Տիրոջից սիրված եղբայրներ, որովհետև Աստված փրկության համար սկզբից ձեզ ընտրեց հոգու սրբացմամբ ու ճշմարտության հավատով։ Ընտրության աղբյուրն ով է։
Աստված է։ Աստված է, որ ով ինչ արեց, նախ եւ առաջ ընտրեց մեզ։ Ընտրեց մեզ։ Ուշադրություն դարձեք, Պողոս առաքյալը չի ասում, ապրեք Թեսաղոնիկեցի ժողովուրդ, որ ինչ արեցիք, որ ընտրեցիք Աստծուն։ Չի ասում տենց բան։ Չի ասում դուք շատ լավն եք, դրա համար ընտրեցիք։ Դուք շատ խելացի եք, դրա համար հավատացիք։ Նման բան ասում է։ Ինչ է ասում։ Պարտավոր ենք ում շնորհակալություն հայտնել։ Աստծուն, որը որ ձեզ կանչեց, ընտրեց ամեն ինչից առաջ, ընտրեց ու ստացվում է, որ փրկության պատճառը ոչ թե մարդն է, այլ Աստված է։ Աստված է, որովհետև եթե փրկության պատճառը մարդը լիներ, մարդը ինքը ընտրեր Աստծուն, այսպես ասած։ Այդ դեպքում շնորհակալությունը կամ փառքում կլիներ, մարդուն կլիներ։ Կասենք ապրես մարդը, որ այսքան խելացի է գտնվել, իմաստուն է գտնվել, որ Տիրոջն է ընտրել, բայց նա շնորհակալությունը հայտնում է ում? Աստծուն, Աստծուն։ Ինչու համար? Որտեվ հենց ամենասկզբից կարդացինք, մարդ կա, որ Աստծուն էր փնտրում։ Չէ, Աստծո խոսքն ասում է, ոչ մեկ Աստծուն չէր փնտրում։ Եվ հարց է առաջանում, ինչու չէին փնտրում։ Եփեսացիս առաջի գլուխ 4-րդ համարում կարդում ենք. Ինչպես որ մեզ նրա միջոցով ընտրեց աշխարհի ստեղծումից առաջ, որպեսզի մենք սուրբ ու անարատ լինենք նրա առաջ սիրո մեջ։ Ուշադրություն դարձրեք։ Նույն Եփեսացիս դրանից հետո երկրորդ գլխում Պողոս առաքյալը խոսում է, որ բոլոր մարդիկ հոգևոր առումով ինչ են, մեռած վիճակում են գտնվում, Աստծուն ըմբոստ են, հակառակ են, ողջ իրենց էությամբ, իրենց կյանքով ապրում են մեկ նպատակով, իրենց անձի, իրենց եսի, իրենց կամքը կատարելու համար։ Եթե Տերը մեզ սկզբից չընտրեր, եթե Տերը մեզ չկանչեր դեպի իրեն, մենք երբեք իրեն չէինք ընտրելու։ Մենք մերժելու էինք ու մերժում էինք միշտ։ Տիրոջ ողորմությունն է եւ մեծ շնորհն է, որի միջոցով ինչ արեց, ընտրեց մեզ։ Ուրեմն փրկության ընտրության հեղինակն ով է? Աստված է։ Մի եղբայր հետևյալ խոսքն է ասել. Պողոսը շնորհակալություն է հայտնում Աստծուն, որովհետեւ նրանց փրկության պատճառը Աստծո ընտրող շնորհն է, ոչ թե մարդկային արժեքները։ Որտեվ եթե մարդկային արժեքները լինեին առաջնային, ոչ մեկ չէր լինի, որտեվ որևիցե մեկ արժանի չէր։ Որևիցե մեկ արժանի չէր։ Ես արժանի չեմ։ Ես արժանի չէի, Քրիստոսով ենք, որ մենք արժանի ենք դառնում։ Քրիստոսով ենք, որ մենք արժանի ենք դառնում։ Դրա համար, երբ որ նույնիսկ երգում ենք, աշխարհից վրա շատ անուններ կա, բայց ընդամենը մեկ անուն կա, որով որ փրկություն կա։ Հիսուս Քրիստոսն է։ Նրա միջոցով է, որ մենք հնարավորություն ունեցանք փրկություն ունենալու, մեղքերի թողություն ստանալու, որը որ վեր է ամեն ինչից։ Այս ճշմարտությունը մեզ պետք է գիտեք ինչ անի, խոնարհեցնի։ Խոնարհեցնի, որտեվ հպարտանալու ոչինչ չունենք։ Ինչու? Որովհետև ոչ ոք այստեղ չի կարող ասել, ես ավելի լավն եի։ Չի կարող ասել, ես ավելի իմաստուն եի։ Չի կարող ասել, ես ավելի արժանի եի, ինչու, որտև մեկը չկա։ Միակ արժանին ու ողջ փառքը ուղված է Տեր Աստծուն։ Մեր փրկությունը սկսվում է նաև Աստծո շնորհքից։ Ուրեմն երկրորդը նպատակը ո՞րն էր, Աստված որ մեզ ընտրեց, փրկության համար ընտրեց։ Ուշադրություն դարձեք, ասում է, որ Աստված ինչ արեց, ընտրեց մեզ, ինչի համար, փրկության համար։ Փրկության համար, հիմա նայեք, Աստված մեզ չի ընտրում ոչ թե պարզապես որոշ արտոնություններ ունենալու, օրինակի համար, ընտրել է, որ չգիտեմ, մենք հենց աղոթենք, մեր աղոթքի պատասխանը ստանանք եւ այլն, կամ այլ արտոնություններ եւ այլն, չի տալիս տենց արտոնություններ։ Մեզ ընտրել է, առանձնացրել է մնացած մարդկանցից մեկ նպատակի համար, որն է այդ նպատակը, փրկելու համար, փրկելու համար։ Հռոմեացիս 8:30 Ուշադրություն դարձրեք նորից հերթականությունը։ Եվ որոնց նախասահմանեց, ով էր նախասահմանողը? Աստված, ինչ է նշանակում նախասահմանել։ Ամեն ինչից առաջ Աստված ծրագրել է այն փրկությունը եւ այն մարդկանց, ում որ ընտրելու է, այսինքն նախասահմանեց, ում որ նախասահմանեց կամ ում որ ընտրեց, ինչ արեց, նրանց նաեւ կանչեց։
Ում որ կանչեց, նրանց նաև արդարացրեց։ Հիշում եք, միջև այդ որից է մեկը կար արդար, չկար արդար։ Ում միջոցով ենք արդարանում, Աստծո միջոցով, ով նախասահմանեց, ով կանչեց, կանչելուց հետո արդարացրեց Քրիստոսի միջոցով, իսկ որոնց որ արդարացրեց, նրանց նաև ինչ արեց, փառավորեց։ Ում որ Տերը կանչում է դեպի փրկության, մինչև վերջ հասցնելու է ու Քրիստոսի մեջ, հավիտենականության մեջ փառավորելու է։ Քրիստոսի մեջ փառքն ենք ստանալու։ Ուշադրություն դարձրեք, ամբողջ շղթայում ով էր հեղինակը, Աստված էր, ով էր այդ ամեն ինչը իրականություն դարձնում, նորից Աստված։ Նախաձեռնողը Աստված է, ավարտողը նույնպես Աստված է։ Մենք մեր արդարությունը չունենք, ժողովուրդ։ Մենք արդարանում ենք Հիսուս Քրիստոսի արդարությամբ։ Հիսուս Քրիստոս ապրելով սուրբ ու կատարյալ կյանք, թափելով իր արյունը մեզ համար զոհ եղավ։ Եվ այլևս Աստված, երբ որ երկնքից նայում է մեզ, չի տեսնում մեր մեղավոր, մեր ընկած վիճակը, այլ տեսնում է մեր մեջ ապրող Տեր Հիսուս Քրիստոսին։ Նրա արդարությունը, նրա սրբությունը, նրա ողորմությունը մեր կյանքում է արտահայտվում։ Դրա համար ում որ Տերը նախասահմանեց, նրանց կանչեց, ում որ կանչեց, նրանց էլ արդարացրեց։ Իսկ ում որ արդարացրեց, երկնքում նաև փառավորեց։ Թյուր կարծիք կա, որ Աստված ընտրում է, եթե Աստված է ընտրում, արդյոք դա նշանակում է, որ մարդը պատասխանատվություն չունի։ Ունի պատասխանատվություն։ Ինչու ունի։ Որովհետև այն մարդիկ, ովքեր որ լսում են ավետարանը եւ իրենք մերժում են այդ ավետարանը, ով է պատասխանատու դրա համար։ Իրանք են պատասխանատու։ Այն ով որ լսում է ճշմարտության խոսքը ու մերժում է Տեր Հիսուս Քրիստոսին, պատասխանատվությունը իրենցն է, Աստծունը չէ։ Դրա համար կա հետևյալ ծայրահեղությունը։ Եթե մարդն է ամբողջությամբ այդ դեպքում որոշում փրկությունը, Աստվածաշունչը ինչ է անում, հասնում որ տենց բան չկա, եթե մարդու ձեռքերի մեջ լիներ փրկությունը, մարդը միշտ ինչ էր անելու, մերժելու էր Աստծուն, մերժելու էր, չեր ընդունելու։ Դրա համար մենք հասկանում ենք մի ճշմարտություն, որ այո, փրկությունը Տիրոջից է, բայց պահը գալիս է, երբ որ մենք հավատքով, այն հավատքով, որ նորից Տերն է տվել, ընտրում ենք, հավատում ենք Տեր Հիսուս Քրիստոսին։ Ուշադրություն դարձրեք։ Եփեսացիս 2-րդ գլուխ 1-ից 5 համարներում, երբ որ խոսում ենք, որ մեղքի պատճառով մենք բոլորս մեր ցանկությունն ենք անում, Աստծո շնորհն է, որ մեզ կենթանացնում է եւ հնարավորություն է տալիս ինչ անելու, լսելու Աստծո խոսքը եւ հնազանդվելու, ապաշխարությամբ դարձով գալու։ Ընտրության միջոցները որոնք են։ Երկու միջոց է ասում. Սուրբ Հոգու սրբացմամբ ու ճշմարտության հավատքով։ Աստված ինչպես ընտրեց։ Ընտրեց Սուրբ Հոգու սրբացմամբ եւ ճշմարտությամբ հավատքով մեզ փրկեց։ Ուրեմն Հոգու սրբացումը Առաջի Թեսաղոնիկեցիս նամակի մեջ, երբ որ Պողոսը աղոթք է անում, գրված է, որ աղոթում է ասում է սրբի նրանց ամբողջ էությունը, հոգին եւ մարմինը կամ որոշ թարգմանությունների մեջ հոգին, շունչը եւ մարմինը եւ ոչ թե միայն հոգին, այսինքն երբ որ Պողոս առաքյալը խոսում է մեր հոգու մասին կամ մեր էության մասին, չի օգտագործում ընդամենը մեկ տերմինաբանություն, այլ կոնկրետ Թեսաղոնիկեցիս նամակի մեջ ասում է հոգին, շունչը եւ մարմինը։ Նորից սա չի նշանակում, որ բաղկացած է 3 բաղկացուցիչ մարսերից։ Մարդը բաղկացած է հոգուց եւ մարմնից։ Բայց այս պարագայում, երբ որ մենք հոգի բառն ենք տեսնում, խոսքը վերաբերվում է ում Սուրբ Հոգուն, ով որ մեզ ինչ է անում, սրբացնում է։ Այսինքն տվյալ հատվածը հստակ խոսում է, որ Աստված իր ընտրությամբ մեզ սրբացնում է Սուրբ Հոգու միջոցով։ Հետաքրքիր բան ենք տեսնում։ Այստեղ տեսնում ենք երրորդությունը։ Ինչպես ենք տեսնում երրորդությունը։ Նախ եւ առաջ ասում է գոհություն ում ենք հայտնում Հորը նրանց համար, ովքեր որ սիրված են ում կողմից, Որդու կողմից եւ սրբացված են ում միջոցով
Սուրբ Հոգու միջոցով։ Սա եւս մեկ հատված է, որտեղ որ երևում է, որ երրորդությունը, աստվածային երրորդությունը ներգրաված է մեր բոլորիս փրկության շրջանակներում։ Սուրբ Հոգին բացում է մարդու աչքերը, որպես այդ մարդը ինչ անի, գիտակցի իր մեղավոր վիճակը եւ դարձով ապաշխարությամբ գա Տիրոջ առաջ։ Հովանու 16:8 Տեր Հիսուս Քրիստոսն է ասում, որ ուղարկելու է Մխիթարիչին կամ Սուրբ Հոգին, ասում է, եւ երբ նա գա, աշխարհին կհանդիմանի մեղքի, արդարության եւ դատաստանի համար։ Սուրբ Հոգին է, որ մեզ ինչ է անում, հանդիմանում է եւ հանդիմանությունից ելով ուղղում է, մխիթարում է, որպեսզի մենք ճշմարտության ճանապարհով ինչ անենք, ընթանանք, ճշմարտության մեջ լինենք, Աստծո խոսքը կարդալով հասկանանք, որտեղ մինչև այդ առանց Սուրբ Հոգու, առանց փրկության մեզ համար Աստծո խոսքը հիմարություն էր։ Հիմա կարեք ասեք, չի ախր Արտուր եղբայր, ո՞նց ես ասում։ Անկեղծ եմ ասում։ Ցանկացած մեկը, որ հավատքով չի կարդում Աստծո խոսքը, այդ ամեն ինչը իր համար հեքիաթներ են։ Սկսենք 5 տականանից, ցանկացած հրաշք։ Մեկին ասեք, որ Մովսեսը աղոթեց եւ Տերը կարմիր ծովը բացեց ու մարդիկ ցամաքով անցեն։ Ինչ են ասելու մարդիկ, ովքեր որ անհավատ են, ասելու են հիմարությունը հեքիաթ է։ Կամ խոսեք այլ ինչ-որ իրադարձությունների մասին։ Խոսեք, որ կույս կինը կամ կույս աղջիկը կարա հղիանա ու եւ երեխա ծնի։ Նման բան լսել եք։ Չէ, ես նման բան չեմ լսել մարդկության ողջ պատմության ընթացքում, բայց այդ ամեն ինչը իրականություն դարձավ Քրիստոսի մեջ։ Խոսեք մարդկանց մասին, մարդկանց հետ, որ կա մահից հետո հարություն եւ հավիտենական կյանք։ Նորից ինչ են ասելու։ Հեքիաթներ է։ Դրա համար եմ այս ամեն ինչը ասում, որ հասկանաք մի ճշմարտություն։ Անհավատների համար, նրանք, ովքեր որ Քրիստոսինը չեն, Աստծո խոսքը ինչ է, հիմարություն է, հեքիաթներ են։ Բայց մեզ համար փրկության առիթ է։ Ինչի որտեվ Սուրբ Հոգով ենք, որ հասկանում ենք ու գիտակցում ենք այդ բոլոր ճշմարտությունը։ Եվ ոչ միայն Սուրբ Հոգու սրբագործմամբ, այլ նաև ճշմարտության հավատով։ Ուշադրություն դարձրեք, ճշմարտության հավատով։ Կամ կարող ենք այլ կերպ ձևակերպել։ Ճշմարտության հանդեպ ձեր հավատի միջոցով։ Այսինքն ինչ արեց Տերը։ Ամեն ինչից առաջ ընտրեց մեզ, նախասահմանեց, ընտրեց մեզ, Սուրբ Հոգով մեզ սրբացրեց, ինչի միջոցով, հավատի միջոցով առ այն ճշմարտություն, որը որ մենք ինչ արեցինք, լսեցինք, շատ լավ։ Նայեք, ճշմարտություն բառը կոնկրետ ի նկատի չունի կոնկրետ ինչ-որ ճշմարտություն, օրինակի համար Աստծո խոսքից ինչ-որ մի հատվածի վերաբերյալ, այլ ճշմարտություն ի նկատի ունի ընդհանրապես հավատք այն ճշմարտության նկատմամբ ընդհանրական, որը որ ավետարանն է, ամբողջական Աստծո խոսքն է, հասկանում եք, այսինքն ոչ թե ինչ-որ մի փոքրիկ հատվածի վերաբերյալ է որոշակի ճշմարտություն, որը մենք հավատացինք, այլ ընդհանրական մենք հավատացինք ինչին, ընդհանուր ճշմարտությանը, Աստծո խոսքին։ Սա հակադրվում է, եթե կհիշեք անցած քարոզին խոսեցինք, որ կլինեն են ժամանակ մարդիկ, ովքեր որ չհավատացին ճշմարտությանը, այլ հաճույք գտան անօրենության մեջ։ Սա խոսքը գնում է անհավատների մասին։ Հավատ բառը այստեղ նորից նշանակում է, որ ոչ թե ուղղակի սկզբնական, որ մենք ընդունեցինք, այլ ինչ են անում, այլ մշտական սովորություն է այդ ճշմարտության մեջ առաջ գնալը։ Այսինքն մի պահ չէր, որ ես հավատացի եւ վերջ, այլ սա խոսում է, որ ես անդադար այդ ճշմարտության մեջ մնալով, հավատալով, ինչ եմ անում, առաջ եմ գնում, առաջ եմ քայլում։ Աստծո ընտրությունը դեպի փրկություն իրականություն է դառնում ում հավատքի միջոցով, մեր հավատքի միջոցով։ Հարևանս իմ տեղը չի կարա հավատա, մեր պապերը մեր տեղը չեն կարա հավատան։ Մեկ
Բարձենում ենք, չէ՞, նույնիսկ ասում ենք դե մենք 1800 տարվա քրիստոնյաներս, բա գիտեք եւ այլն, հիմա նույնիսկ մի քիչ գալիս է ծայրահեղության, քիչ ամնում ասենք նոյին, երբ որ տապանից իջավ հայերը հացով ու աղով դիմավորեցին, Քրիստոսից էլ առաջ մենք քրիստոնյաներ ենք, հիմա խնդում ենք, բայց իրականում մարդկանց տրամաբանության մեջ սա նստած է։ Լավ պատկերացնենք մի բան, մեր պապերը շատ ուժեղ հավատք ունեն։ Մեզ ինչ դրանից։ Ոչ մի բան չկա։ Մենք պետքա, ես անձամբ պետքա ինչ անեմ, հավատամ, որպեսզի փրկություն ստանամ։ Այդ հավատն ինչից է գալիս։ Լսելուց։ Լսելն էլ Աստծո խոսքից։ Աստծո շնորհը ուշադրություն դարձրեք։ Երբեք չի վերացնում հավատի անհրաժեշտությունը, Փոլ Վոշերն է ասել, այլ ծնում է այն։ Այսինքն այն շնորհը, որ կա, որ մեզ տանում է դեպի փրկություն, հավատի գործոնը չի հեռացնում, հակառակը շնորհի միջոցով է, որ մեզ տրվում է հավատ, որով որ մենք հավատում ենք եւ իսկ սրա էլ ինչ ենք ստանում, արդարացում ենք ստանում, փրկություն ենք ստանում։ Հետևաբար ինչ ենք տեսնում։ Պողոսը ցույց է տալիս երկակի որոշակի գործողություն։ Այո, Տերը ինչ արեց, ընտրեց, նախասահմանեց, վերստին ծնունդ տվեց, կարողություն տվեց հավատալու, բայց մենք ինչ արեցինք, մենք հավատացինք եւ փրկություն ստացանք ապաշխարությամբ դարձով։ Հետևաբար այս երկուսն էլ կարևոր է, մենք ռոբոտ չենք, այո, Տիրոջն է ողջ փառք է, ինչի որտեվ ամեն ինչը սկզբից մինչև վերջ Տիրոջինն է պատկանում, բայց այնուամենայնիվ մենք հավատում ենք, մեր տեղը Աստված չի հավատում։ Փրկությունն Աստծո գործն է, նորից նա է ընտրում, Սուրբ Հոգին է սրբացնում, մարդը պատասխանատվություն է կրում այդ ժամանակ արձագանքելու։ Նա պետք է հավատա ճշմարտություն ու շարունակի մնալ այդ հավատի մեջ, որն էր որ ցույց կտա, այս հավատը ճշմարիտ էր, թե վերացական, էմոցիոնալ, պահի զգացողության տակ։ Հիշեք մի բան, բոլոր նրանք, ովքեր որ հավատարմորեն մնում են, ցույց է տալի, որ ճշմարտապես հավատացել են։ Բոլոր նրանք, ովքեր որ ճանապարհի կեսից ինչ արեցին, հետ կանգնեցին, շեղվեցին, գնացին աշխարհ եւ այլն, ցույց է տալիս, որ ճշմարտապես երբեք էլ չեն հավատացել։ Այլ շարժառիթներ են ունեցել, այլ նպատակներ են ունեցել, այլ ցանկություններ են ունեցել, Քրիստոսին չեն փափագե, մտածել են Քրիստոսին գնանք, Քրիստոսին հետևենք, որ Քրիստոսից ինչ որ բան ստանանք։ Այն ժամանակ էլ էր տենց, հիմա էլ են մինչև հիմա շատ բաներ նման ձևով տեղի ունենում։ Ուրեմն քո պատմությունը քո իմաստության պատմության մասին չէ։ Քո պատմությունը Աստծո շնորհի պատմության մասին է, որ Տիրոջ շնորհքով մեզ ընտրեց եւ փրկեց։ Բայց Աստված ոչ միայն ընտրեց իր ժողովրդին, նա նաեւ կանչեց նրանց ավետարանի միջոցով։ Երկրորդ կետը։ Աստված կանչեց մեզ ավետարանի միջոցով։ 14 ու 15 համարները եւս մեկ անգամ կարդանք։ Նայեք, ասում է, որի համար կանչեց ձեզ մեր ավետարանով եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառքը ստանալու համար։ Ուրեմն կանչի միջոցը ի՞նչն էր։ Ինչի միջոցով մեզ կանչեց։ Ավետարանի միջոցով։ Այսինքն ընտրեց մեզ ինչ որ ասում եմ, եւ ինչ որ մեկը մեզ ինչ արեց, այդ ավետարանը փոխանցեց, քարոզեց կամ մենք կարդացինք, որով որ մեզ ինչ արեց, կանչեց։ Այսինքն ավետարանը պարտադիր է, որպեսզի մենք լսենք եւ այդ ավետարանին հնազանդությամբ փրկություն ստանանք։ Տերն է այդ կարողությունը բացում, Տերն է սիրտը բացում, որպեսզի մենք այդ ավետարանը լսենք, բայց մենք մեր պատասխանատվության շրջանակն ունենք։ Դրա համար Պողոս առաքյալն ինչ է ասում։ Ինչպես պիտի հավատան նրան, ում մասին չեն լսել։ Հռոմեացիս 10:14-ից 15 համարները ավելի մանրակրկիտ կրկնում է։ Ասում է, այս ավետարանը ես ձեզ փոխանցեցի, դուք լսեցիք, հավատացիք, շատ լավ։ Հիմա ինչ անենք, լուր մնանք։ Չէ։ Այդ ավետարանը մենք էլ պետք է շարունակենք, տարածենք, քարոզենք, խոսենք, որպեսզի մարդիկ լսեն այդ ավետարանը եւ այդ ավետարանով Տերը ինչ անի։ Փրկի։ Նորից Ջոն Փայփերը գրում է, ասում է, Աստծո ընտրյալները չեն փրկվում ավետարանից անկախ, լսում եք։ Աստված կանչում է նրանց ավետարանի միջոցով, այսինքն ինչ արեցինք, լսեցինք այդ ավետարանը եւ այդ ավետարանին հնազանդությամբ, խոնարհությամբ հնազանդվեցինք եւ եկանք Տիրոջ առաջ։
Ինչ է ավետարանը։ Եթե ուղիղ կերպով ասենք բարի լուրն էլ հետևյալն էր, մենք մեռած էինք մեր մեղքերի մեջ, մենք անարդար կերպով էինք ապրում, թշնամի էինք Աստծուն, Աստված էլ իր որդու միջոցով ինչ արեց մեզ, փրկեց, իր շնորհքով այցելություն արեց, մեր սիրտը բացեց, որպեսզի մենք մեր խղճուկ վիճակը տեսնենք, դարձով ապաշխարությամբ գանք իր առաջ եւ փրկությունը ստանանք։ Եթե Աստված քեզ փրկել է ավետարանի միջոցով, դու ուրեմն պարտավոր ես ինչ անելու, այդ ավետարանը փոխանցելու։ Չենք կարա լուր մնանք։ Աշակերտներին հանդիմանեցին, ասին լուր մնացեք, Քրիստոսի մասին չքարոզեք, ծեծեցին, բանտարկեցին, նույնիսկ կարային սպանեին։ Աշակերտները կանգնեցին, ասին ժողովուրդ ջան, լսեք։ Ինչ եք կարծում, որն է ավելի արդար, հնազանդվել մարդկանց, թե Աստծուն։ Ասես դրա համար այն ինչ որ տեսել ենք, այն ինչ որ լսել ենք, չենք կարող լուր մնալ, չենք կարա լուր մնանք։ Ու դրանից հետո դուրս եկան, հենց Ատյանից, դատարանից դուրս եկան ու շարունակեցին Քրիստոսի անունը տալ։ Գիտեք հետևանքը ինչ եղավ։ Այո, շատ մարդիկ հավատացին, փրկվեցին, բայց իրենք էլ իրենց կյանքը կորցրեցին։ Հանուն ավետարանի բոլոր աշակերտները անխտիր իրենք իրենց կյանքով չմահացան։ Միայն Հովանեսն էր, որ բանտարկված էր Պատմոս կղզում, ավելի խորը ծերության հասավ, բայց նորից այնպես չէր, որ ազատության մեջ էր։ Բոլոր ավետարանի պատճառով դատապարտվեցին։ Կանչի նպատակը ո՞րն է։ Քրիստոսի փառքը, այո, վերջնական փրկություն։ Ուշադրություն դարձեք, շարունակության մեջ ինչ է ասում։ Ասում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառքը ստանալու համար։ Փրկության վերջնական նպատակը, ուշադրություն դարձեք, դժոխքից ազատվելը չէ։ Տերը մենակ մեզ դժոխքից չազատեց, այլ ինչ արեց։ Փրկության վերջնական նպատակը Քրիստոսի փառքին մասնակից լինելն է։ Իր արքայության մեջ մասն ունենալն է։ Ոչ միայն մեզ փրկեց գալիք դատաստանից, գալիք դժոխքից, այլ նաև ժառանգորդը դարձրեց այն ամեն ինչին, որ ինքը ունի։ Ուշադրություն դարձեք Տիրոջ ողորմությունը։ Արժանի ենք ինչի դատվելու, բայց Տերը ոչ միայն մեզ դրանից ազատեց, այլև ժառանգակից դարձրեց, որդի դարձրեց, աղջիկ դարձրեց, այսինքն ինչ արեց, որդեգրեց։ Պատկերացեք դուք թշնամություն եք վարվել, թշնամությամբ եք ընթացել, Տերը ոչ միայն ներեց ձեզ, այլ նաև ասեց իմ փառքի մեջ ես մտնելու։ Ու նորից այս ողջ փառքը ում ենք ուղղում, Աստծուն ենք ուղղում, ինչի որտեվ նորից կարա մեկը կանգնի ասի դե ես լավն էի, դրա համար ինձ Տերը ընտրեց։ Ես խելացի էի, դրա համար այդ փրկությունը ժառանգեցի, չէ ժողովուրդ, ոչ մեկս չեն կարա ասենք։ Դրա համար նորից ու նորից ողջ փառքը ուղղում ենք իրեն։ Առաջի Հովանես 3:2 Սիրելիներ, այժմ Աստծո որդիներն ենք, ուշադրություն դարձնում եք։ Մինչև այդ որդիներ չենք, ասում այժմ Աստծո որդիներ ենք։ Եվ տակավին հայտնի չէ թե ինչ պիտի լինենք, այսինքն ապագան դեռևս ամբողջական չգիտենք։ Չգիտենք ինչա լինելու, չգիտենք ինչա սպասվում մեզ, բայց գիտենք, որ երբ նա հայտնվի ու մասն է խոսքը գնում, Հիսուս Քրիստոսի, նրան նման կլինենք։ Երբ որ Տեր Հիսուս Քրիստոս գա, վերափոխվելու ենք անապականացու մարմնով, ում նման ենք լինելու, Քրիստոսի նման ենք լինելու։ Ասում եմ, որովհետև կտեսնենք նրան, ինչպես որ է։ Հիմա մենակ լսում ենք, խոսքը կարդում ենք, հավատքով սպասում ենք, բայց պահը կգա, որ ինչ կանենք, կտեսնենք։ Ոչ միայն կտեսնենք, այլ գուցե նաև կշոշափենք, իր հետ կլինենք։ Երբ որ կարդաք Հայտնության գիրքը, առաջ Աստված շուտով ճիշտ է, մի քանի քարոզներ ունեմ, արդեն կարող եք Հայտնության գրքից էլ նայեք, երբ որ տեսնում ենք երկնքի գեղեցկությունը, այդ ամեն ինչի մեջ տեսնում ենք Տեր Հիսուս Քրիստոսի փայլը, որ ասում է, որ Ադամանդից էլ ավելի փայլուն էր իր տեսքը, որ Հովանեսը նույնիսկ չի կարող նկարագրել, եւ երանելի բոլոր նրանք, ովքեր որ կտեսնեն Տեր Հիսուս Քրիստոսին, այնպեսին, ինչպիսին որ նա կա, եւ մասնակիցը կլինեն այդ հրաշալի իրավիճակին, հրաշալի փառքին։ Բայց նայեք, սա ամբողջ հատվածի ուշադրություն դարձեք շարունակության մեջ կա նաեւ պատվեր։ Ինչ արեք, հետեւաբար հաստատուն մնացեք եւ պինդ պահեք այն ավանդությունները։ Ուշադրություն դարձեք, Պողոս առաքյալն ինչ է ասում։ Քանի որ Աստված ընտրել է ձեզ, կանչել է ձեզ, ձեր պատասխանատվությունն ինչ է։
հաստատուն մնաք, հավատարիմ լինեք, ամուր բռնեք այն ինչ որ ես ձեզ փոխանցեցի։ Ուրեմն նայեք, ասում է ավանդություններ, որ սովորել եք թե խոսքով, թե մեր նամակով։ Խոսքը ինչ խոսքի նկատի ուներ։ Աստծո խոսքը, բայց որ բանավոր ինչ էր արել, փոխանցել էր, այսինքն Պողոս առաքյալը, երբ որ եկեղեցու հետ էր բանավոր, փոխանցել էր այդ խոսքը։ Նամակը ինչ նամակն էր։ Այն նամակը, որ մենք հիմա կարդում ենք, այսինքն Աստծո խոսքին ինչ արեք, ամուր բռնեք, այն ճշմարտությունը, որ ստացել եք ինձանից, դրա մեջ հավատարիմ եղեք, դրա մեջ հավատարիմ քայլեք։ Սա է մեր բանավոր պաշտոնը եւ պատասխանատվությունը, որտեղ Տերը մնացած ինչի կարիքն ունենք, արդեն արել է, արդեն ընտրել է, արդեն կանչել է, արդեն փրկել է։ Մենք էլ ինչ անենք։ Հավատարիմ մնանք, հավատարիմ մնանք։ Մենք այսօր ունենք ամբողջական Աստծո խոսքը, որի մեջ պետք է հաստատուն լինենք եւ ամուր բռնենք։ Ու հարցը նորից հնչում է հետեւյալը. լավ, գոնե Աստվածաշունչը, գոնե մեկ անգամ ամբողջությամբ կարդացել եք, թե ոչ։ Չեմ ուզում հիմա պատասխանեք, բայց հասկացեք մի բան։ Մենք պետք է կարդանք։ Առանց կարդալու անհնարին է կարճած լինեք, ամուր բռնեք մի բան, որը որ երբեք չեք կարդացել, երբեք չեք բացել։ Չունեք Աստվածաշունչ, չունեք նոր գտական, մոտեցեք, ասեք ուզում ենք Աստվածաշունչ ունենանք, մենք այդ ամեն ինչը կկազմակերպենք։ Հասկացեք մի բան, առանց Աստծո խոսքը կարդալու չեք կարող աճել։ Որտեվ ինչ գիտեք, կարող է այստեղ հեքիաթներ են պատմում։ Ոնց եք ստուգելու, ոնց եք համեմատելու, տեսնեք, ասածս ճշմարտություն է, թե ոչ։ Մինչև դուք ինքներդ հաստատված չլինեք այդ ճշմարտության մեջ, տարբեր քամիներից քշվելու եք։ Ստեղ մի ուրիշ մի բան կլսեք, մի ուրիշ մի բան կլսեք, ոչ էլ կքննեք, տեսնեք, որն է վերջի վերջո ճշմարտությունը։ Երբ որ բժիշկը ձեզ ինչ որ դեղահաբեր է նշանակում, ասենք վերցնում եք դրանից հետո այդ դեղատոմսը շպրտում եք, մոտավորապես հիշելով գնում եք վերցնում եք ու չափաբաժինն էլ մոտավորապես եք վարվում։ Չէ։ Այդ դեղատոմսը պահում ենք մեր մոտ, քանի օր, քանի միլիգրամ, ինչքան հաճախականությամբ եւ այլն, ինչի որտեվ սա մեզ համար կարեւոր է, հարկավոր է, հստակ է։ Մեր առողջության համար, մեր մարմնի համար հստակ այդ բաները փորձում ենք պահել։ Իսկ ինչ վերաբերվում Աստծո խոսքին, ինչ ուզում է թող լինի, ինչ ասում է, ինչով լսենք, ինչ մեր հոգին ինչով ասես կերակրենք, էական չի լինում տենց ժողովուրդ ջան։ Ուզում եք հավատքի մեջ հաստատուն լինեք, ուզում եք ճշմարտապես իմանաք ում եք հավատում, ինչին եք հավատում, ինչպես եք հավատում, խոսքին ամուր բռնեք, կարճած եղեք։ Ու երեք հարց կա, որ ամեն մեկս հստակ պետք է պատասխան ունենանք։ Արդյոք կարող ես բացատրել ավետարանը։ Պարզ հարց եմ ասում։ Ես արդեն ասացի։ Հիմա ամեն մեկը դուք ինքներդ ասեք։ Ավետարանը հասկանում եք ինչ է։ Կարող եք դիմացինին ավետարանի մասին խոսել։ Երկրորդը գիտես ինչու ես փրկված։ Նորից սրա հետ ուղիղ կապ ունի։ Եվ երրորդը կարող ես տարբերել ճշմարտությունը կեղծ ուսումնքից։ Հիմա այո, ամեն մեկը ձեզ համար ժողովուրդ։ Ես ուրախ եմ, որպեսզի կարողանաք դուք ամեն մեկը ձեր շրջանակում այս հարցերի պատասխանը տաք։ Ուրիշ բան ասեմ, պատկերացեք մի հատ մուսուլման մեկը, մի հատ հնդիկ մեկը գալիս է ասում է, գիտեմ որ հայերդ քրիստոնյա եք, պատմին ինձ քրիստոնեությունից, ոնց Քրիստոսին ճանաչեմ, ոնց քրիստոնյա դառնամ։ Կկարողանանք մենք այդ ճշմարտությունը փոխանցենք, թե ոչ։ Թե կասենք դե գնա կարդա կամ գնա քահանային հարցը կամ գնա առաջնորդին ասա։ Մենք պատասխանատվություն ենք կրում։ Եվ երրորդը, Աստված ոչ միայն ընտրում է, ոչ միայն կանչում է ու կանչում է մեզ, որ մենք հաստատուն լինենք, այլ նաև զորացնում է նրանց մինչև վերջ։ Այսինքն Տերը մեզ զորացնում է մինչև որ վերջը կգա, մինչև վերջի պահը։ 16-17 համարը Աստված հաստատում եւ մխիթարում է իր ժողովրդին։ 16 համարը եւ ինքը մեր Տեր Հիսուս Քրիստոսը եւ մեր Աստվածը ու Հայրը։ Մի պահ ուզում եմ ստեղ ուշադրություն դարձնեք։ Երբ որ Պողոս առաքյալը անդրադարձավ ցույց տվեց, որ ողջ ընտրությունը, ողջ կանչը ումից է գալիս, Աստծուց է գալիս, հիմա վերջնական էզև ասած ուզում է ինչ անի, փառքը տա։ Աղոթք է բարձրացնում մեծարանքի եւ այս աղոթքի մեջ որոշակի հետաքրքիր նրբություն կա, տարբերություն կա։ Նայեք, այսպիսի կառուցվածքի մեջ մենք նկատում ենք, որ Պողոս առաքյալը ցույց է տալիս Տեր Հիսուս Քրիստոսի ու Հոր Աստծո ինչի մասին, հավասարության մասին։ Ավելին ասեմ, նույնիսկ նպատակային ամենասկիզբը ում անունն է տալիս,
Տեր Հիսուս Քրիստոսի անունն է տալիս։ Սա նորմալ չէր այն հрьяաների համար նույնպես, որոնք որ լսում էին։ Մենք էլ նույնիսկ, երբ որ մենք աղոթում ենք, սկիզբը Հոր անունն ենք տալիս, հետո Որդու եւ հետո Սուրբ Հոգու։ Սա չի նշանակում, որ Հայրը ավելի բարձր է, դրանից հետո Որդին է գալի, դրանից հետո Սուրբ Հոգին է գալի, բայց այնուամենայնիվ այս ձևին է, որ նորմալ Աստծո խոսքի մեջ նույնիսկ հերթականությունը մենք տեսնում ենք, բայց Պողոս առաքյալը նպատակային ինչ է անում այս պարագայում, սկիզբը ցույց է տալիս Տեր Հիսուս Քրիստոսին, նոր դրանից հետո ասում է նաև Հայրը։ Հիմա ուշադրություն դարձեք եւս մեկ հետաքրքիր բան։ Երբ որ ինքը խոսում է սրա մասին, նախ եւ առաջ ասում է, որ երկուսը հավասար են եւ բացի դրանից ասում է, որ մենք տեսնում ենք երկու գոյական, այսինքն Տեր Հիսուս Քրիստոսին եւ Հոր Աստծուն, դրանից հետո ասում է, որ սիրեց, այսինքն դրանից հետո մենք տեսնում ենք, որ եզակի է դառնում։ Այսինքն միաժամանակ թե Որդին, թե Հայրը հավասար լինելով շարունակում են նույն կերպով ներգործել մեր բոլորիս կյանքում, մեր բոլորիս կյանքի մեջ։ Ուրեմն առաջին նայեք, դա նշանակում է, որ Տեր Հիսուս Քրիստոս եւ մեր Աստված, որ Հայրը ասում է ուշադրություն դարձեք ու Հայրը, որ մեզ սիրեց ու հավիտենական մխիթարություն ու բարի հույս տվեց մեզ շնորհով։ Ուրեմն առաջինը ինչ արեց մեզ Աստված։ Սիրեց մեզ։ Առաջի Հովանու 4:19։ Նայեք, կարևոր է նորից։ Առաջի Հովանու 4:19։ Մենք սիրում ենք նրան, ինչու։ Որովհետև նախ ով սիրեց, նա սիրեց։ Եթե նա չսիրեր, նա այդ սիրո քայլը չաներ, մենք չենք սիրելու։ Տիրոջ սերը ինչպես տեսանք, Արտուր եղբայրս այսօր մի փոքր դրա մասին անդրադարձավ։ Հիսուսի մեջ։ Երբ որ Տեր Հիսուս Քրիստոս խաչվում էր, երբ որ իրեն խաչում էին, Տեր Հիսուս Քրիստոս աղոթեց, ասեց. Տեր, նրանց այս ամենը մեղք մի համարիր։ Մեղք մի համարիր, որովհետև չեն հասկանում ինչ են անում, չեն հասկանում։ Ու երբ որ Տեր Հիսուս Քրիստոս մահանում է, գրված է, որ Հռոմեացի հարուրապետը ինչ արեց, հավատաց, ու այդ հարուրապետի համարել էր աղոթում, խաչի վրա մեզ համարել էր աղոթում, իր սերը ցույց տվեց նախ եւ առաջ Աստված, հետո նոր նրա սիրո միջոցով մենք սիրեցինք։ Եթե Տեր Հիսուս Քրիստոս չսիրեր, եթե Աստված նախ եւ առաջ մեզ չսիրեր, մենք երբեք չենք սիրելու։ Երբեք, ու ասեմ ավելին, մենք երբեք սիրվելու ապրանքել չենք, կներեք էլ այս արտահայտությունս համար։ Մեր ողջ կյանքով, մեր եսասիրությամբ մենք փոքր երեխեքի նման ենք, որ մտածում ենք միայն ու միայն մեր եսի, մեր ցանկությունների մասին։ Բայց նախ ասում է Աստված սիրեց, ու նոր դրանից հետո նաև դուք սիրեցիք։ Ուրեմն փրկության հիմքում Աստծո սերն է։ Երկրորդը ոչ միայն Աստված սիրեց, ասում է, այլ նաև տվեց հավիտենական մխիթարություն։ Տվեց մեզ հավիտենական մխիթարություն։ Ուրեմն աշխարհի մխիթարությունը գիտեք ինչ է, ժամանակավոր է։ Ոչ մի բան աշխարհը ձեզ չի կարող առաջարկի։ Ոչ ուրախությունն է մնայուն, ոչ, չգիտեմ, զվարճանքներն են մնայուն, ոչ աշխարհի փառքն է մնայուն, ոչ մխիթարությունն է մնայուն։ Միակ մխիթարությունը, որը որ հավիտենական է, որը որ մեզ հետ է, դա միայն Աստծուց է գալիս, իր ավետարանից է գալիս, իր սիրուց է բխում։ Մի եղբայր հետևյալ խոսքն է ասում, գրել, ասում է, Աստծո զավակների մխիթարությունը չի հիմնվում ներկա հանգամանքների վրա։ Այսինքն մենք մխիթարություն ոչ թե ունենք, որ, չգիտեմ, մեր շուրջը ամեն ինչ լավ է, քաղաքական իրավիճակը շատ լավ է, մեր ղեկավարները ամենահիանալին են, մեր գործատուներն ամենալավն են, մեր տնօրեններն ամենաբարին ու արդարն են, չէ, դրանով չի մեր մխիթարությունը, այլ մեր մխիթարությունը հիմնված է Աստծո անփոփոխ խոստումների վրա, որ Տեր Աստված այն ամեն ինչ որ ասեց, այդ ամեն ինչը իրականություն են դառնալու անկախ իրավիճակներից, անկախ հանգամանքներից, ինչու որտեղ անցած անգամ ասացինք։ Ողջ մարդկության պատմության հեղինակն ով է, Աստված է։ Մեր փրկության, մեր կյանքի ընթացքի ապահովմանը ում ձեռքերի մեջ է, նորից Աստծո մեջ է։ Դրա համար մխիթարություն ունենք, որ ինչ էլ պատահի, ինչ էլ լինի մեր կյանքում, գիտենք մի բան, Տիրոջ հետ ենք լինելու։ Ու որևիցե մեկ այլ բան չի կարող մեզ բաժանել Տիրոջ սիրուց։ Ոչ մեկ,
Ոչ մի հանգամանք, ոչ մի իրավիճակներ, ինչը որտեվ Տիրոջն ենք, որտեվ Տիրոջ արդարությունն ենք ստացել, Տիրոջ փրկությունն ենք ստացել։ Երբ փորձությունները գալիս են, նայենք ոչ թե հանգամանքներին, այլ նայենք Տիրոջը խոստումներին, Տիրոջը խոստումներին։ Նա տվեց մեզ նաև երրորդը բարի հույս, բարի հույս։ Ուշադրություն դարձեք, ասում է բարի հույս տվեց մեզ շնորհքով։ Մեր հույսը, ուշադրություն դարձրեք, մեր հավատարմությունը չէ։ Մեր հույսը մեր ուժը չէ։ Մեր հույսը մեր փորձառությունը չէ, մեր սպիտակ մազերը չեն։ Մեր հույսը Աստծո շնորհն է, որը որ մեզ փրկում է, պահում է, ուղղորդում է։ Եվ նա է, որ հաստատում է մեզ ու կանչում է մեզ դեպի ծառայություն։ 17 համարը ուշադրություն դարձրեք, ասում է. թող նա մխիթարի ձեր սրտերը եւ հաստատի ձեզ ամեն բարի գործի ու խոսքի մեջ։ Աստված մեզ չի պարզապես փրկել, որպեսզի մենք նստենք ու ոչ մի բան չանենք։ Չի փրկել մեզ, որ մենք մի հատ մեծ խաչ կապենք, ասենք վերջ իմ միսիան ավարտվեց, ինձանից ենկոմ, դրանից էլ ոչ մի բան մի ասեք։ Ասեմ ավելին, նույնիսկ Աստված մեզ չի փրկել, որ գանք ու այստեղ աթոռ զբաղացնենք, ասենք դե Կիրակի օրը, այսինչ ժամից, այսինչ ժամը ես ստեղ եմ, լավ մի պուճուր ինչ որ մի քանի լումայել կտամ, լավ համոզեցիք։ Չէ, ժողովուրդ ջան, սրա մասին չի խոսքը գնում։ Տերը մեզ փրկել է, որպեսզի մենք բարի գործեր անենք, որպեսզի Տիրոջ ծառայենք։ Նայեք, խնդիրը գիտեք ինչումն է։ Աշխարհիկ մարդիկ ու բոլոր կրոնները ձեզ սովորեցնում են, ասում են բարի գործեր արեք, լավ արեք, որպեսզի փրկվեք։ Ճշմարտությունն Աստծո խոսքը հակառակն է։ Քրիստոս մեզ փրկեց, Աստված մեզ փրկեց ու ասաց, քանի որ փրկված ես, քանի որ իմ զավակն ես, քանի որ իմ մխիթարությունն ունես, ճշմարտությունն ունես, ուրեմն ինչ արա, գնա ու բարին գործի։ Գնա ու ավետարանը քարոզի, գնա ու արա այն ինչ որ ես քեզ սովորեցրեցի, պատվիրեցի։ Եփեսացիս 2:10 ասում է շնորհքով եք փրկված եւ սա ձեզանից չի, որ որևիցե մեկը չպարծենա 10-րդ համարը, ինչու։ Որտեվ ստեղծված ենք բարի գործերի համար, այսինքն Տերը մեզ փրկեց բարի գործերի համար։ Հակոբոս 2-րդ գլուխը ինչ է ասում, հավատքը առանց գործերի ինչ է, մեռած է։ Մեռած է, եթե ասում եք հավատում եք ու գործնական կյանքում 0 եք, ուրեմն ձեր հավատքը ոչ մի կոպեկի արժեի չունի։ Նորից հարց է առաջանում, ում եք ծառայում, ում եմ ավետարանում, ինչ եմ անում Քրիստոսի մարմնի շինության համար, այսինքն եկեղեցու համար։ Վերջացնում եմ, սիրելիներ։ Ուրեմն Տեր Աստված 3 մեծ ճշմարտություն մեզ փոխանցում է այս խոսքի միջոցով։ Ուրեմն առաջինը ինչ, Աստված ընտրեց մեզ, Աստված կանչեց մեզ եւ Աստված մխիթարում եւ հաստատում է մեզ։ Ուրեմն ինչ անենք, մեր վստահությունը հստակ հասկանանք, որ մեր մեջ չի։ Մեր վստահությունը մեր որոշումների մեջ չի։ Մեր վստահությունը միայն ու միայն Աստծո մեջ է, ով սկսեց փրկության գործը եւ ավարտին էլ այն հասցնելու է։ Փիլիպպեցիս 1:6 սա էլ կարդամ եւ վերջացնենք։ Եվ համաստատ համոզված եմ։ Ուշադրություն դարձեք, չի կասկածում Պողոսը։ Ասում է հաստատ համոզված եմ սրանում, որ նա ում մասին է խոսքը գնում, Աստված, որ ձեր մեջ այս բարի գործը սկսեց, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ Ու նորից ողջ փառքը տալիս ենք միայն ու միայն իրեն, որովհետև Աստված է մեր փրկության հեղինակը։ Ուրեմն հաստատուն մնացեք հավատքի մեջ, Տիրոջ խոսքի մեջ ու կատարեք այն ինչ որ Տերը մեզ պատվիրել է։ Աղոթենք։ Տեր Աստված իրապես, երբ որ նայում ենք այն փրկարար գործին, որ դու կատարել ես, Տեր, իրապես հիանում ենք։ Հիանում ենք քո ողորմության, քո շնորհի, քո սիրո համար, Տեր։ Որտեվ ամեն մեկս անարժան էինք, որտեվ ամեն մեկս մեռած լինելով մեր մեղքերում, մեր ցանկությունն ու մեր փափագն էինք կատարում, Տեր։ Եվ ինչպես որ խոսքդ է ասում, մեկը չկար, որ արդարություն կատարեր կամ արդարություն փնտրեր։ Մեկը չկար, որ նաև մենք, Տեր, որ քեզ փնտրենք, բայց դու քո ողորմությամբ, քո սերը ցույց տվեցիր մեր նկատմամբ, Տեր։ Որտեվ մեռած էինք, քո շնորհքով մեզ կյանք տվեցիր։ Հեռու էինք, քեզ զավակ դարձրեցիր։
Խորթ էինք, որդեգրեցիր Տեր Աստված։ Մեղավոր էինք, սրբագործեցիր Տեր։ Աղոթում եմ ով Հայր, որ միաբանես եկեղեցիդ, որպեսզի խոսքիդ մեջ աճելով քեզ փառավորենք Տեր։ Դու մեզ փրկեցիր ու ողջ փառքը քոնն է Տեր։ Աղոթում եմ ով Տեր, որ իրապես այցելություն անես այստեղ գտնող ամեն մեկին Տեր եւ խոսքովդ վերստին ծնունդ տաս, որպեսզի միասին, որպես մեկ եկեղեցի ճշմարտապես քեզ փառավորենք ու սպասենք այն փառավոր հրաշալի օրվան, երբ որ պիտի գաս կամ մեզ կանչես, երբ որ կտեսնենք քեզ այնպես, ինչպես որ կաս, եւ այդ ժամանակ կնմանվենք քեզ Տեր Հիսուս։ Սա է մեր փափագը, սա է մեր ցանկությունը։ Նույնիսկ ոչ էլ դրախտ, այլ ուզում ենք քեզ հետ լինել Տեր, որտեղ այնտեղ, որտեղ որ դու ես, այնտեղ էլ հենց մեզ համար լինելու դրախտը Տեր։ Մեզ ողորմիր, ների եւ դու փառավորվիր։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։